խոնարհում ենք քո առջևը Տեր եւ ասում ենք, որ դու միակն ես։ Դու միակն ես։ Ու մեր ձեռքերը բարձում ենք ու ասում ենք, հանձնվում ենք քեզ Տեր։ Թող քո կամքը լինի մեր կյանքում, որովհետև քո կամքը բարին, հաճելին եւ կատարյալն է։ Մենք մեր ձեռքերը բարձում ենք դեպի քեզ եւ ասում ենք, Տեր, թող գա քո թագավորությունը, Տեր, որտեղ մենակ քո թագավորության մեջ ենք մենք մեզ ապահով զգում, Տեր։ Մենք մեր ձեռքերը բարձրացնում ենք քեզ եւ ասում ենք, դու ես մեր հաղթությունը, Տեր։ Մենակ քո հաղթությունով մենք ունենք Աստված է։ Զորություն, կյանք եւ փառք Հիսուսի անունով։ Ամեն, ամեն։ Փառք ես Տեր ջան, փառք ես Տեր ջան, փառք Տիրոջը։ Ամեն, ամեն։ Մի հատ կողքինիդ օրհնի, մի հատ բարի խոսք ասա, մի հատ բարի խոսք ասա, նոր նստի։ Տերով։ Փառք Հիսուս։ Pavor le dirán, tiene, ¿ven? Եվս մեկ անգամ հաստատվում է մեր խոսքի վրա, որ ասում է հավատքը սպասված բաների իրականացում է։ Ինչ ենք մենք սպասում, ինչ ենք ուզում, ինչ ենք ձգտում։ Շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք։ Մենք պետք է սպասենք Տիրոջ թագավորությունը, Տիրոջ կամք։ Ամեն Փառք Հիսուս։ Տերը թագավորումը, Տերը կենդանիա, Տերը զորավորը։ Փառք Հիսուս։ Վերջին ժամանակները ուշադրություն դարձնելով այն, ինչ որ մենք աշխարհի վրա տեսնում ենք, իրականանում է, այն ինչ որ տեղի է ունենում, մենք վկաներ ենք դառնում, մի քիչ կարելի ասել մարդու սիրտ վախ է գալու։ Ինչ ա լինելու։ Անկեղծ ասած, երբ որ ես մտածում եմ վերջի ժամանակները, մի բան եմ հասկանում, որ ապահով տեղ երկրագնդի վրա չկա։ Չէ՞։ Թե մի ժամանակ մտածում ենք, մենք Գերմանիա ենք, մեզ ոչ մի բան չի հասնի, բայց հիմա հասկանում ենք, որ դա այդպես չի։ Հակառակորդը մեկի սրտում դնի, շատ մեծ ցանկություն մեզ է կհասնի։ Եվ երբ որ ես մտածում աղոթում էի, Տերը մի 3 խոսք տվեց, կարծես թե ոնց որ խավարի մեջ մի հատ զգուշացում։ Ես չեմ կարող խոսել ամբողջ քրիստոնյաների մասին, ես չեմ կարող խոսել բոլոր եկեղեցիների մասին, բայց ես կարող եմ ասել մեր երկու եկեղեցու մասին, որ այս խոսքը այսօր հենց մեզ համար է, որպես զգուշացում։ Ինչի համար ջանք արեցի, որ ես միջև զատիկ լինեմ այստեղ, անկեղծ ասած մենք խոսացել էինք Արմենի հետ եւ ես ծրագիր չունեի, որ հիմա պետք է գամ։ Մի քիչ ծրագիր կար անցած Կիրակի օրվա վրա, բայց չստացվեց, բայց այս Կիրակի վրա հաստատ ծրագիր չկար, բայց Տերը իմ հոգու մեջ դրեց, որպեսզի ես անպայման լինեմ ու միջև զատիկ կիսվեմ այս խոսքով ձեզ հետ, որպեսզի դուք զատիկ մտնելով ունենաք ձեր սրտերի մեջ Տիրոջից զգուշացում, որ Տերը ուղղում է այսօր ինձ եւ քեզ։ Ուզում եմ քեզ ասել, որ այս խոսքը հավատում եմ Տիրոջից, հատուկ իմ եւ քո համար է, հատուկ մեզ համար է, այսօրվա համար է։ Ուրեմն չեմ հիշում ինչպես այս խոսքը ես ստացա Տիրոջից, անկեղծ ոնց ընկավ աչքիս մեջ, բայց երբ որ ընկավ հասկացա, որ սա մերն է։ Ուրեմն Ղուկաս ավետարան 21 գլխի 34-ից 36 խոսքերը, որի շուրջ մենք այսօր մի քիչ պետք է իրար հետ խորհենք, քննենք, տեսնենք Տերը ինչ է խոսում։ Անկեղծ ասած ես ընդհանրապես չեմ խառնվում ժողովի ընթացքին, չեմ ասում ինչ երգեր երգեք, ինչ պետք է եղնի, բայց
հետաքրքիր էր, որ անգամ երգերը խոսում էին այս թեմայի մասին։ Հիմա կարդանք կհասկանանք։ Զգույշ կացեք ձեր անձերնին։ Միգուցե ձեր սրտերը ծանրանան շատակերությունով եւ արբեցողությունով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը հանկարծ հասնի ձեր վրա, որովհետեւ որոգայթի պես կհասնի այն ամենքի վրա, որ բոլոր երկրի երեսի վրա բնակված են։ Ուրեմն արթուն կացեք եւ ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժանի լինեք ազատվելու այն բոլոր բաներից, որ պիտի լինեն, եւ կանգնեք մարդի որդու առջև։ Ամեն։ Ուրեմն նորից եմ կարդում այս խոսքերը, մի հատ ուշադիր լսեք խնդրում։ Եթե ունես ավետարան անպայման բացի, չգիտեմ, ձեռիդ Աստվածաշունչը, հեռախոսիդ մեջ ես, մի հատ բացի, իմ հետ կարդա։ Զգույշ կացեք անձերնիդ։ Միգուցե ձեր սրտերը ծանրանան շատակերությունով եւ արբեցողությունով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը հանկարծ հասնի ձեր վրա, որովհետեւ որոգայթի պես կհասնի այն ամենքի վրա, որ բոլոր երկրի երեսի վրա բնակված է։ Ուրեմն արթուն կացեք եւ ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժանի լինեք ազատվել այն բոլոր բաներից, որ պիտի լինեն, եւ կանգնեք մարդու որդու առջև։ Ամեն։ Ինչ եք մտածում, ինչ է նշանակում զգույշ կացեք ձեր անձերիդ։ Ինչ է ներկայացնում։ Բերեք մի հատ բան ռազմիրացիա ունենք։ Ինչ է իրանից ներկայացնում մարդու անձը կամ շունչը։ Ով կարա ինձ ուշի։ Պատկերացրեք, ես չգիտեմ դրա մասին, դուք պետք է ինձ ասեք։ Մարդու եսը, մարդու շունչը, մարդու անձը, ինչ է իրանից ներկայացնում։ Երեք բան, հիշեք, երեք ձեր մոտ, եթե չգիտեք։ Միտք, զգացմունքներ եւ կամք։ Մարդը մարդ է դառել այս երեք հատկություններով։ Եթե մարդը չունենար անձ, ինքը չէր լինի կենդանի շնչավոր էակ։ Այլ կլիներ ուղղակի հոգի, որ ճախրում է, երկնքվում, չէ՞։ Մարդու միտքը, զգացմունքները եւ կամքը սա մարդուն դարձնում է մարդ։ Ուրեմն ինչ է նշանակում զգույշ կացեք ձեր անձերնիդ։ Այսինքն մենք պետք է զգույշ լինենք մեր մտքի ոլորտում։ Ասեմ ձեզ, Աստված մեր հետ գործում է, խոսում է հոգու միջոցով։ Լավ, մի բան էլ բացահայտենք մեզ համար։ Ինչ է իրանից մարդ էությունը ներկայացնում։ Նորից երեք բան է։ Ամեն։ Հոգի, շունչ, մարմին։ Մարմինը ֆուտլյարն է, որը մենք տեսնում ենք։ Բայց մարդը իրականում հոգի է, որ ունի շունչ եւ բնակվում է մարմնի մեջ, չէ՞։ Աստված երբ որ մարդու հետ խոսում է, գործում է, ինչ որ ոլորտով է գործում, հոգով։ Ինչի համար Աստված ասավ, երբ որ դու այս պտուղից ուտես կմեռնես, այսինքն հոգին կմեռնի, կկտրվի Աստծուց, Աստծո եւ մարդու հարաբերությունը կկորի, դրանից նշանակում է մարդը կմեռնի, մարդը շարունակեց ապրել, չէ՞, բայց միևնույն ժամանակ նա մեռած է։ Եվ ստեղ ասում է Աստծո խոսքը զգույշ կացեք ձեր անձերին, այսինքն ուզում եմ քեզ մի բան զգուշացնել։ Աստված խոսում է մեր հոգու միջոցով, սատանան չի կարողանում մեր հոգու հետ խոսալ։ Ինքը գործում է մեր շնչի միջոցով, այսինքն առաջինը որ մթնոլորտը որտեղ կարողանում է գա խոսալ, դա մեր միտքն է։ Դա շշնջում է քվականջին, եւ ինչ որ մտքեր են գալի, եւ այդ մտքերը երբ որ դու ընդունում ես, ձեր կյանքում եղել է դրվագներ, որ դու աղոթում ես, ու մեկ է հիման մտքեր են գալի։ Ես որ նոր ապաշխարել էի, ասեմ, ահավոր բան եղավ։ Ես աղոթում էի, իմ մտքի մեջ հայհոյանքներ էին գալու։ Սնեյտերը ջան, ոնց կարելի։ Մի օր գնացի Հովլիս մոտ, Ռաֆայելի Գրիգորյանի մոտ, ասի, Հով ջան, սենց պրոբլեմ ունեմ։
ասա գիտես ինչ, ասա մենք չենք կարող արգելել ծտերին թռնել մեր գլխի վրայով։ Չես կարող, ոնց թռնել։ Բայց դու կարաս արգելես, եթե ծիտը ուզենա իր բույնը սարքել քո գլխի վրա։ Մենք մտքեր չենք կարող արգելել գալ, նրանք գալիս գնում են։ Բայց եթե ինչ-որ մի միտք կարողանում է մեր մեջ սերմանվել և պտուղ տալ, բուն դնել, այդ միտքը մեզ կործանում է։ Տերը ասում է զգուշ եղեք ձեր անձերին, այսինքն ձեր մտքի ոլորտում զգուշ եղեք, սա ինչպես անեմ ես։ Ով գիտի Հռոմեացիս 12 գլխի 2-րդ խոսքը, կարդանք չէ։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին և կատարյալին։ Այսինքն նորոգիչ միտքդ, լցրու քո միտքը, ինչով պետք է լցես։ Խոսքով, երկրպագությամբ, փառաբանությամբ, Աստծո էությամբ պետք է լցնես քո միտքը։ Գիտեք, այսօր այդ գայթակղությունը մենք ունենք։ Մեր ձեռքերին կան տեխնիկաներ, որ ավելի հզոր են, քան մարդկանց են առաջի կոմպյուտերները։ Եվ մենք հաճախակի ունենք գայթակղություն լցնել մեր միտքը այնքան բաներով, որ հետո քո միտքդ ման ես գալի, որտեղ է ճիշտը ու սխալը, արդեն չես ջուրում։ Բայց Տերը ինձ եւ քեզ ասում է, զգուշ եղեք ձեր անձերին։ Զգուշ եղի քո միտքը, որտեղ է սավառնում։ Սաղմոս առաջինի մեջ ասում է, երանի այն մարդուն, որ գիշեր եւ ցերեկ խորհում է Տիրոջ օրենքի վրայով։ Գիտեք, որ ես եւ դուք կանչված ենք Տիրոջ փառքի թագավորության մեջ թագավորական քահանաներ լինելու։ Գիտես դրա մասին։ Տիրոջ կողմից դու կանչված ես լինել քահանա, ելել թագավորական։ Գիտեք ինչի համար թագավորական, որովհետև Տերը հաղթեց ու քեզ տվեց այդ հաղթությունը։ Եվ դու այդ հաղթության միջոցով ունես իշխանություն եւ զորություն կանգնելու Տիրոջ առջև որպես քահանա պատարագ մատուցելու համար։ Ու գիտեք Ղևտացի գիրքը քահանաներին ինչ ասում։ Ասում է իմ խոսքս քո աչքի առաջից հեռու չլինի։ Ասեմ ձեզ, անգամ քահանաների հագուստը, որ Տերը պատվիրեց, որ կարեն, գիտեք ինչեր ասավ անել։ Այս քահանաների շորերի այս ծայրերին պետք է Աստծո խոսքից համար գրված լիներ։ Վարատնիկին պետք է գրված լիներ։ Պետք է իր եզրերին գրված լիներ Աստծո խոսքից համարներ։ Շատ մարդիկ կան, ես էլ եմ շատ ժամանակ իմ կյանքիմ երիտասարդ ժամանակներ արել այդ ձև բան։ Ես որ ապաշխարեցի մի հատ պրոբլեմ ունեի, ես շատ բարկացկոտ էի ու գիտեի, որ պետք է դրան պայքարեմ, աղոթեմ։ Ու գիտեք, մեկի մի օր համար գտա Աստվածաշնչի մեջ, որ բարկացկոտները երկնքի արքայություն չեն մտնի։ Ով ասել բարկացկոտ։ Ասում է երկնքի արքայություն չեն մտնի։ Այս խոսքը վերցրեցի, մեծ տարերով արտագրեցի ու կպցրեցի կրավատիս կողքը։ Հենց արթնանում էի, առաջի բանը, որ տեսնում էի, այս խոսքերն էի տեսնում։ Ու երեկոյան, երբ որ պետք է պարտեի քնելու, էլի այս խոսքերն էի տեսնում։ Ու կար բան ապաշխարել։ Կար բան ապաշխարել։ Ու այնքան ամեն երեկո ապաշխարեցի, որ ամաչեցի ու դրանից հետո աշխատեցի չբարկանալ։ Ուրեմն նորոգիր քո միտքը ճիշտ նորոգությամբ, լեցրու քո միտքը ճիշտ բաներով եւ այդ ճիշտը միակն է։ Հիսուսն ասավ. Ես եմ ճշմարտությունը։ Ամեն։ Հաջորդը, գիտեք, ընդհանրապես մեր ազգը, մենք հայերս շատ զգացմունքային ազգ ենք։ Տեղով զգացմունքային ենք։ Մեր ազգը դուդուկ է հորինել։
Մենք որտեղ խրում ենք, ինչ երաշխություն ենք սիրում, դուդուկ։ Մենք զգացմունքային մարդ ենք, մենք առաջնորդվում ենք զգացմունքներով, թե լավի վրա, թե վատի վրա։ Ես օրինակ մեկ զարմանում եմ, մի հատ դրվագ կա, մենք օրինակ ունենք, սենց մի հատ քույրիկի ռակով հիվանդ է եղել, 4 կարգի, շատ ահավոր, Աստված հրաշք արել, մաքրել է իր կյանքը, եւ ինքը մի օր զանգելով Անուշի հետ խոսալուց Անուշին ասում է, իմ կատեի պատասխանները նորից եկել է, որ ես մաքուր եմ, ոչ մի բան չկա։ Անուշին ասում է, քուրջա, այդ նորությունը այդ ձև չեն ասում։ Պետք է գոռալով ասես, ուրախ պետք է ասես, պետք է փառք տալով Աստծուն ասես։ Ամեն։ Բայց հաճախ մեր զգացմունքները մեզ խանգարում են հավատալ։ Մեր զգացմունքները խանգարում են հետևալ Աստծուն, որտեղ մեր զգացմունքները թելադրում են մեզ բաներ, որոնք դուրս են Աստծո խոսքից։ Գաղատացիս 5-րդ գլխի 16 խոսքում ասում է, բայց ասում եմ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունները չեք կատարի։ Այդ ցանկությունները, դրանք զգացմունքներ են։ Մենք որ ասում մի ցանկանար, չէ՞։ Ինչ եղավ, երբ որ օծը խաբեց Եվային, ցույց տվեց։ Եվան նայեց, ինչ եղավ, զգացմունք առաջացավ, ասում է, բերանում արդեն համի հոտի զգացմունք առաջացավ եւ հետո ինչ եղավ, ցանկություն։ Չէ՞։ Ցանկություն առաջացավ։ Եթե մենք շարժվում ենք մեր զգացմունքներով, այս զգացմունքները մի օր վերածվում են ցանկության։ Ու ցանկությունը կատարելով դառնում է մեղք։ Տերն ասում է, զգուշ եղեք ձեր անձերին։ Եվ հաջորդը կամքը, չէ՞։ Առակաց 3:5-ում ասում է Տիրոջ ապավինիր քո բոլոր սրտով եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Մենք այն առաջի խոսքում ասում է նորոգիր քո միտքը, որպեսզի ճանաչես Աստծո կամքը, որը բարին, հաճելին եւ կատարյալն է։ Ոստեղ Աստծո խոսքը մեզ զգուշացնում, ասում է զգուշ եղեք ձեր անձերին։ Ո՞րն է քո կամքը, ինչ ես դու ուզում, որտեղ ես շարժվում, որ ուղղությամբ ես գնում։ Սա շատ կարևոր է, որովհետև մեր ցանկություններից, մեր կամքից, մեր որոշումներից կախված է, թե մենք որտեղ կհայտնվենք վերջում։ Երբ որ ես երիտասարդականի պատասխանատու էի ու մենք գնում էինք այցելության, մեր մոտ օրենք կար եկեղեցում, որ եթե մի անձնավորություն, մի 3 ժողով չէր գալի ժողով, պետք է այցելեինք իրանց տուն։ Մենք եկեղեցում հատուկ մարդիկ ունեինք, որ հետևում էին, գնացում էին, ով չեկել ժողովի, ու մենք այցելում էինք, ու ունեինք մեծ ցուցակներ, որ պետք է այցելեինք։ Ու մի օր հերել եմ, այդ ցուցակը մեծ է, ես չգիտեմ ում այցելեմ, չէ՞։ Սկսեցի աղոթել, Տեր ջան, ասում, խնդրում եմ, ինձ ցույց տուր, ոնց ես հասկանամ, որտեղ ես ուզում, որ ես գնամ։ Ու այդ ժամանակ Գաղատացիս գիրքն է ուսումնասիրում, այս 5-րդ գլխի մեջ, այս խոսքից հետո, երբ որ մենք կարդում ենք, ասում եմ, հոգով գնացիք եւ մարմնի ցանկությունները չեք կատարի, շարունակության մեջ ասում եմ, որտեղ մարմինը հակառակ է ուզում հոգուն, հոգուն հակառակ է ուզում մարմնին։ Ես մտածեցի, լավ, ես այդքան էլ հմուտ չեմ ճանաչելու Սուրբ Հոգու առաջնորդությունը, բայց քո մարմնի ցանկությունը գիտեմ որն է, չէ՞։ Որտեղ է ուզում իմ մարմինը, ու ես սկսում եմ մտածել, իմ մարմինը ուզում է այն տունը, որտեղ լավ կոֆե են տալի, լավ հյուրասիրություն են, իմ մարմինը այնտեղ է ուզում գնամ, չէ՞։ Ես այդտեղ չեմ գնում, գնում եմ այնտեղ, որտեղ ես գիտեմ, որ ոչ մի բան չունեն այդ մարդիկ, որպեսզի հյուրասիրեն։ Ու ես հասկանում եի, որ մարմինը հակառակ ուզում հոգուն, հոգին մարմնին հակառակ ուզում։ Երբ որ դու երեկոյան տուն ես գալի, քո մարմնին հարցրու ինչ է ինքը ուզում, հենց դրա հակառակը արա։ Հաստատ իմացի, որ
չես շեղվի, ճիշտ եք անես, քո մարմինը ուզում է պարկի, մի կողմից քնել ա ուզում, մի կողմից Facebook նայել ա ուզում, ոմանք TikTok նայել է ուզում, իսկ հոգիդ ուզում է Աստծո խոսք, իսկ հոգիդ ուզում է Աստծո հետ հաղորդակցվել, որն է քո կամքը։ Ու Տերոջ խոսքը մեզ ասում է զգուշ եղեք ձեր անձերի։ Սա շատ կարևոր զգուշացում է այսօր վերջին օրերի մեջ, որպեսզի ես եւ դու զգուշանանք մեր անձերում, ուր ենք մենք հասել։ Եվ ավելին ասեմ, Տերը մի հատ բան ասում է, եթե դուք ձեր անձը ինձ համար չկորցնեք, Հիսուսն ասա, ինձ համար չկորցնեք, դուք չեք գտնի։ Իրականում մենք մեր անձը գտնում ենք այն ժամանակ, երբ որ Հիսուսի համար կորցնում ենք մեր անձը։ Այդ ժամանակ ենք գտնում մեր անձը։ Ոստեղ ասում է զգուշ կացեք ձեր անձերին։ Շարունակում է։ Մի գուցե, ուշադիր լսեք, մի գուցե ձեր սրտերը ծանրանան ու երեք բանաթվարկ։ Շատակերությունով, արբեցողությունով եւ ապրուստի հոգսերով։ Յուրաքանչյուրը մեզանից իր կյանքի մեջ գոնե մի անգամ ընկել է շատակերության մեղքի մեջ։ Երբ որ ուտում ես, այդտեղ չունես ուտելու, բայց էլի ես ուտում։ Բայց մտածում եմ, որ ստեղ չի խոսում այդ շատակերության մասին։ Ստեղ խոսում է մարդու աշկացակության մասին, չբավարարվելու մասին։ Երբ որ դու կանգ չես արել, անկախ նույնիսկ դա որտեղ ես, ինչ մթնոլորտի մեջ ես։ Նախ եւ առաջ բերեք քննենք, ինչով ենք մենք սնվում։ Նախ մեր մարմինները սուրբ ոգու պատճառ են։ Մենք անգամ պետք է ուշադրություն դարձնենք ինչ ենք ուտում։ Բայց այսօր դրա մասին չեմ ուզում խոսալ։ Ուզում եմ խոսամ ինչ է քո հոգին սնվում այսօր, քո անձը սնվում։ Ոմանք սնվում են այն դրվագներով, որտեղ իրանց եսն է շոյում։ Իրանց փարթամեցնում է դա։ Կամ մարդը սիրում է, չեմ ասի սիրում է, բայց անընդհատ ապրում է ինչ-որ ցանկություններով։ Միշտ չի չա, միշտ չի երեքում, միշտ պետք է։ Ու Տերն ասում է, ուշադրություն դարձրեք, նորից եմ ասում, ձեր սրտերը չծանրանան։ Այսինքն, եթե մի բան ծանրացնում է իմ սիրտը, հարբեցողության մասին էլ մենք կարող ենք ասել, մենք կարող ենք այսօր ասել, փառք Տիրոջը մենք չենք խմում ընդհանրապես, փառք Հիսուսին սրա համար։ Բայց մարդը կարող է հարբել իր եսով։ Մարդը կարող է հարբել իր մեքենայով, իր տնով։ Մարդը կարող է հարբել մաքրասիրությամբ, հիվանդանալ այս հարցի մեջ։ Ինչով է քո հոգին, քո մարմինը, քո անձը այսօր սնվում, ինչ ես խմացնում, որ ջրից ես խմում դու, որն է քո կարոտեցը։ Եվ ես ուզում եմ քեզ ասեմ, որ Տերը մեզ ուզում է, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք։ Եվ երրորդ բանը, կարծում եմ, այս մեկի մեջ մենք կարող ենք յուրաքանչյուրս մեզ բռնել ապրուստի հոգսերով։ Մենք բոլորս ինչ որ մի բանի մեջ հոգս ենք անում։
Տերն ասավ հոգս մեկան, ձեր հոգսերը թող հայտնի լինեն Տիրոջ առջև, բերեք Տիրոջը ձեր հոգսերը, պատկերացրեք, երբ որ աշակերտների հետ կանգնած էին, հաց չունեին, մեկ է Տերը ասում է, նայեք երկնքի թռչուններին, ոչ ցանում են, ոչ հնձում են, բայց ձեր երկնային հայրը կերակրում է, Ուշանակության մեջ ասում է դուք ավելի լավն եք, քան այդ թռչունները, որովհետև դուք ստեղծված եք հոր պատկերով, Աստծո կերպարով եք ստեղծված։ Մի բան հարցնեմ։ Հիսուսը հարցրեց, ասում է դու հոգս անելով կարող ես ինքդ քո գլխի մազերը սպիտակացնես կամ սևացնես։ Խոսք չի գնում ներկելու մասին։ Հիմա գիտեմ, որ քույրերը կարան առանց հոգս անելու իրանց մազերի գույնը փոխեն։ Տղամարդիկ է, հա։ Բայց մենք մեր հոգս անելով իմաստ չունի։ Չես կարող ոչ անգամ մազերի գույնը չես կարող փոխել։ Մյուս ավետարանի մեջ ասում է ձեր հասակի վրա մի կանգուն ավելացնեք կամ պակասացնեք։ Երեք ես գիշերը արդեն մի հատ ընկերոջ տանն էի, ինքը մի հատ տուն առել, որ այս տան մեջտեղը բալկեկ կա։ Իրանց տունը մտնելուց կուզեի մի սանտիմետր կարճ լինեի, որովհետև որ կողմի վրա գնացի գլուխս խփեցի։ Բայց կան քույրեր, ես վերջերս մեր քույրերից մեկի տունն էի, գիտեք, երբ որ իրանք կաբլուկներ հագած չէին, միշտ եկեղեցին կաբլուկներով եմ հանդիպել, չէի պատկերացնում, եկի առանց կաբլուկների կորան, ես ինչ եղան, ես քնից ես կան փոքր։ Չենք կարա, բայց մենք ապրուստի հոգս Տերը, ասեք անկեղծ, եղել է դրվագ, երբ որ դու կարոտ լինես, հացի կարոտ Տերը քեզ պահել է, կերակրել է, չի թողել քեզ մենակ։ Նրանք, ովքեր անցել են 90-ական թվականները Հայաստանում, ես անցել եմ, ես գիտեմ, գյուղացիների համար հա, բայց ես քաղաքում եմ ապրել։ Բայց Տերը չի Ասեմ ձեզ մի օր սենց բան եղավ, ոչ մի բան չունենք, տունը ոչ մի բան չունենք, ընդհանրապես բան չունենք։ Այդ այն ժամանակա, որ մենք արդեն տալում ունեինք հացի, բայց խանութներում հացը չկար, որտև ալյուրի պակաս կար Հայաստանում և ընդհանրապես մեր տարած կիրովական, այն ժամանակ կիրովական էր, չկար հաց, բայց տալում ունեինք, կարա ես գնայինք, բայց չկար հաց, ու տանը ոչ մի բան չկար, առավոտը հելել ենք, իմ մերը շատ հավատքով մարդ էր, աղոթում էր, ասում էր երեխեք չմտածեք, մենք այսօր լավ հաց ենք ուտելու։ Okay, համաձայն ենք, սովածիների չապետ լավ հաց ուտել։ Մերս վերցրեց, կասշունք են, դրեց պեչքի վրա, ջուրը լցրած, որ եսա ջուրը պետք է եղի ու ինքը պետք է մակարոն եկեմ եսամ։ Բայց տանը ոչինչ չկա, իրոք չկա, ու հույսը չկա, որ կլինի։ Մեկ է մեր դուրը մի ժամ հետո դեր ջուրը չի իրարում, թխկացնում է։ Հիշում եք, փետը թաց էր, չէր վառվում, այդ չվառելն է պատճառը, ջուրը շատ երկար է պես, դուրը թխկացնում են, մեր դեմին մի հատ կվարձիրա կար, որ մի հատ վրացահայ էր առել։ Ու բալանին է տվել էր մեզ, որ մենք այդ տանը տերություն անենք։ Ու այդ մարդը մի 3 տարի ընդհանրապես չէր եկել։ Ու հենց այդ օրը Վրաստանից եկավ 2 պայուսակով, հաց, մակարոն, գրեչկա, բրինձ, լիքը ամեն ինչով եկել էր այդ մարդը։ Լսեք, Տերը երբեք չի թողա քեզ սոված։ Ամեն։ Բայց եթե, լսեք, ուշադրություն դարձեք, հոգս անել, այսինքն անհանգստանալ, այսինքն
ջանք անել, որ քո տանը ամեն ինչ լինի, սրա մասին չի խոսքը։ Սրա մասին է խոսքը, եթե քո սիրտը ծանրանում է այս հոգսով։ Չի ասում Աստվածաշունչը, որ անհոգ եղի ու ոչ մի բանի մասին մի մտածի, որտեղ Պողոս Արաքյալը գրում է Տիմոթեոսի գրքում, եթե մեկը իր ընտանիքի իրանների համար հոգս չի անում, նա անհավատից ավելի վատն է։ Լսում ես։ Տերը մեզ սովորացնում է, որ մենք հոգս անենք մեր ընտանիքի համար, այսինքն, եթե ինչ-որ մի բանով ես կարող եմ նպաստել իմ ընտանիքի հաջողությանը, ես պետք է դա անեմ։ Այո, ծույլ չլինեմ։ Մեկ-մեկ ես մարդիկ հոգս չանելը խառնում են ծուլության հետ։ Դիվանագետ են դառնում, ու ոչինչ չեն ուզում անել։ Երբ որ իրանց մի բաներ ես ասում անես, ապրոստի հոգս, շատակերություն, արբացողություն, ապրոստի հոգս չծանրանաց էր սրտում։ Այս շեշտադրումը ստեղ է, եթե մի բան սկսում է ծանրանալ քո սրտի մեջ, եթե դու հոգսով ես քո արբեցողությունը օղիով չէ, այլ հոգսով է, դու գիշեր ցերեկ դրա մեջ ես, չես կարող, աղոթում ես, չես աղոթում, չես կարողանում հաղթահարել, չես կարողանում վստահել, սա նշանակում է քո սիրտը ծանրացել է սրա մեջ, ու Տերն ասում է, զգուշ եղեք ձեր անձերի, որպեսզի ձեր սրտերը չծանրանան այս երեք բաներով։ Ինչի՞ հաջորդ բանը որ ցույց է տալի, որ այն օրը բոլոր երկրի վրա ապրողների վրա հանկարծակի որոգայթի պես է գալու։ Երբ որ Հիսուսը պատմում է ինչ հալինելու վերջի ժամանակները, ինչ է սպասվում, աշակերտները մեզանից կամ մեր նման, չեմ ասի խիտրի է, ասեմ իմաստուն էին։ Ասին Տեր, երբ այդ եղնելու։ Գիտեք ինչի, որովհետև մեզանից յուրաքանչյուրը ուզում է իմանա, երբ է դժվար օրերը գալու, որ ինքը պատրաստ լինի։ Չէ՞։ Երբ որ 20 թվականին կորոնայի հանկարծակի հարված եղավ, ինչ կատարվեց։ Անհայտացավ ձեթը, խանութներից, ալյուրը, որտեղ մարդը ունի ցանկություն պատրաստվել արհավիրքներին։ Եվ ստեղ մենք տեսնում ենք մի հատ բան, որ դու երբեք չես կարող իմանալ այդ ժամանակը։ Հիսուսը ասավ, ոչ ոք այդ ժամը չգիտի, անգամ ասավ մարդի որդին չգիտի, անգամ հրեշտակները չգիտեն, այլ միայն Հայրը գիտի։ Ու այս խոսքերի մեջ Հիսուսն ասում է, որ որոգայթի պես կհասնի։ Հիսուսը ասավ, եթե մարդ իմանար երբ գողը կմտնի իր տուն, ինքը արթուն կմնար, որ գողը չմտնի իր տուն։ Բայց մենք չգիտենք։ Մենք չենք կարող ասել երբ Տերը կգա։ Ես չեմ ասում հիմա հանկարծակի այն փաստը, որ մարդը շատ փխրուն է, հանկարծակի։ Օրինակ, երեկ ես ինտերնետում կարդացի, որ մի հատ ծառայող փառաբանության առաջնորդ, որ հայտնի էր, երեք չառաջ օրը կոնֆերանսին ծառայել էր փառաբանության մեջ, իսկ երեք արդեն չկար այդ մարդը, մահացել էր։ Երկու եղբայրներից մեկը, բրատյա Սակալովից, ուրբաթ օրը ծառայել էր, շաբաթ օրը արդեն մահացած էր։ Ես և դու չենք կարող ասել, մեր հետ ինչ կարող լինի, բայց չեմ ուզում ես սրանով վախեցնել։ Ուզում եմ ասեմ քեզ, անգամ եթե ոչինչ քեզ չլինի, ես և դու չգիտենք, երբ է Տերը գալու։ Այն ժամանակ, երբ որ ես պատրաստ կլինեմ,
Թե այն ժամանակ, երբ որ ես կլինեմ իմ ամենավատ վիճակում։ Բայց որ ուշադիր ուսումնասիրում ենք, կարող ենք ասել, որ մենք միշտ ենք վատ վիճակում լինում։ Ոստեղ Տերը ինչ ասում, որոքայթի պես կգա։ Ինչ է դրանից ներկայացնում որոքայթը։ Հանկարծակի, անսպասելի։ Երբ որ դու արխային ես ընկել, արդեն սա լավ, հանգիստ ես, ոչ մի բան քեզ չի խանգարում։ Ու մեկ է։ Ձեր կյանքում եղել է, որ պահ է եկել, որ դուք խաղաղություն եւ ապահովություն։ Մեկ է թարսի պես։ Ասախ լավ էր, ինչի։ Հանգիստ ապրում ենք էլի։ Մեկ էլ հանկարծակի, ինչ-որ բան ա պատահում, բան ա տեղի ունենում, որ քո սիրտը նորից սկսում ա շատ արագ աշխատել, ճնշումը սկսում ա բարձրանալ, ու սկսում ես նորից աղաղակել։ Դուք պատկերացրեք, երբ որ հանկարծակի Տերը քո առջև կգա, հայտնվի։ Այդ տրուբեքը սկսեն փչել, որ Տերը գալիս է։ Այս հիշեք, Հիսուս ասեց, ոչ ոք օրը և ժամը չգիտի, ոչ ոք, ոչ ոք։ Երբ որ այս խոսքերը մենք կարդում ենք, հասկանալով, որ ոչ ոք ժամանակը չգիտի, ոչ ոք օրը չգիտի, և Տերը ասում է զգույշ եղեք անձերնից, հասկացանք չէ, անձը ինչ ա նշանակում զգույշ լինել, բալավ, ոնց անեմ, բալավ, ինչ անեմ, գիտեք, երբ որ Տերը ինձ մի բան ասում, ես միշտ ուզում եմ ձևը իմանամ, ելքը իմանամ, մենակ ասում մի վախեցի, չէ, ես ուզում եմ սովորեմ ոնց չվախենամ, որ վախելու ոնց չվախենամ։ Բայց գիտեք, որ Տերը ձևը տալիս է, ոնց չվախենամ։ Եվ ստեղ էլ ասում, ուրեմն արթուն կացեք և ամեն ժամանակ աղոթք արեք։ Շարունակությունը դեռ կնայենք, ասում է արթուն մնացեք և ամեն ժամանակ աղոթք արեք։ Այն փաստը, որ ես և դու պետք է ունենանք մեր կյանքում ժամանակ, երբ որ մենք առանձնանում ենք Տիրոջ հետ։ Տերն ասում է, որ երբ որ աղոթք կանես, մտիր քո ներսին սենյակը, դուռը ծածկիր և ծածուկում աղոթիր։ Եվ նա, որ ծածուկում տեսնում է, հայտնապես կպատասխանի քեզ։ Սա ես և դու պետք է ունենանք մեր կյանքում։ Եթե դու չունես առանձին ժամանակ Տիրոջ հետ, ես քեզ խրախուսում եմ, գտի քո կյանքում այդ ժամանակահատվածը, օրվա մեջ այդ պահը, երբ որ դու կառանձնանաս բոլորից և կլինես դու և Տերը մենակ։ Եվ քո սրտի են ծածուկ աղերսանքները, որ ունես, այն աղոթքները, որ ունես, բարձրացրու Տիրոջ առջև։ Սա կարևոր ժամանակ է, ուզում եմ քեզ շեշտադրեմ, որ սրա նշանակությունը շատ կարևոր էր անգամ Հիսուսի կյանքում։ Շատ հաճախակի Հիսուսը այն իրածառայության պիկի մեջ թողում էր բոլորին, գնում էր առանձնանում։ Մենակ էր մնում։ Սկսում էր հոր հետ ժամանակ անցկացնել։ Անգամ երբ որ ինքը արդեն շեմին էր, որ իրան պետք է խաչեին, ինքը նույն բան արավ, առանձնացավ, գնաց հոր հետ։ Մենակ, կարիք ուներ ինքը, մենք տեսնում ենք, որ կարիք ուներ, որտև ինքը ասավ աշակերտներին, ասավ ինձ հետ եղեք և աղոթք արեք,
Ինքը ուզում էր զգա, որ ինչ որ մեկը իր մեջքին կանգնած է, երբ որ դու դժվարության մեջ ես, ինչքան կուզես, որ զգաս, որ ինչ որ մեկը քո մեջքին կանգնած է ու քեզ համար աղոթում է։ Բայց Հիսուսը դա էլ չգտավ, բայց մի բան գտավ, որ ինքը առանձնացավ։ Սա կարևոր է։ Եթե չունես, ես քեզ խրախուսում եմ։ Մի ասա չեմ կարողանում։ Գտի, թող դա սկսվի 5 րոպեից։ Եթե դու այդ 5 րոպեն Տիրոջը նվիրես, հավատա, մի օր կդառնա, որ կարա, եթե Տերը կամենա 5 ժամ դառնա դա։ Բայց ունեցի այդ ժամանակ։ Բայց այդտեղ նաև ասում եմ ամեն ժամանակ կամ անդադար։ Մատթեոս ավետարանի 26:41-ում ասում է. Արթուն կացեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար է։ Մենք չգիտենք ինչ կարա մեր հետ պատահի, բայց Տերն ասում է. աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Անդադար աղոթք արեք։ Գիտեք, ինձ համար աղոթքը դա մենակ այն չի, որ ես ծնկներից վրա եմ գալի կամ կանգնում եմ Տիրոջը ինչ-որ մի բան ասում եմ կամ խոսում եմ կամ աղոթում եմ կամ ավելի շատ խնդրում եմ, որովհետև եթե մենք անալիզ անենք մեր աղոթքների եթե չխաբենք մեզ 99%-ը ինչ-որ բան ենք խնդրում, Տեր տուր։ Բայց ինձ համար աղոթքը դա նաև նա է, երբ որ ես կարդում եմ, խորհում եմ Աստծո խոսքի վերաբերյալ, որովհետև աղոթքը իրանից պարունակում է երկխոսություն։ Եվ Տերը առաջի հերթին ինձ հետ խոսում է խոսքի միջոցով։ Իհարկե ինձ հետ է խոսում, շատ հաճախ քո սրտի մեջ կարող ես լսել նրա առաջնորդությունը, նրա խոսքը, նրա մխիթարությունը, նրա հանդիմանությունը։ Գիտեք, ես մի արանք շատ էի աղոթում, որ Տեր խոսիր ինձ հետ, ու մեկ էլ մի օր հանդիպեցի, որ Սուրբ Հոգին կգա եւ ասում է նրա առաջի գործը մեր կյանքում ասում է ձեզ կհանդիմանի։ Հասկանում ես, որ հանդիմանությունը, եթե կա քո կյանքի մեջ, այդ Սուրբ Հոգու առաջի գործն է, որ քո հետ սկսել է անել։ Ուրախացի դրա համար։ Որովհետև եթե չկա հանդիմանությունը, դա տագնապ է։ Դա վտանգավոր վիճակ է, դա մեռած վիճակ։ Դրա համար այստեղ ասում է անդադար աղոթք արեք։ Մենք ընդեղ ասեցինք, որ խորհիր գիշեր ու ցերեկ Տիրոջ խոսքի վրայով։ Քայլիր Տիրոջ հետ, եղիր Տիրոջ հետ։ Հաց ես ուտում Տիրոջ հետ։ Գործ ես անում Տիրոջ հետ։ Անդադար եղիր Տիրոջ հետ։ Միևնույն ժամանակ առանձնացու Տիրոջ հետ ժամանակը կա, որ կարդաս նրա խոսքը, լսես նրա խոսքը, շփվես նրա հետ, հաղորդակցվես նրա հետ։ Բայց դեռ նաև ասում է արթուն եղեք։ Մտածում եմ, ինչ է նշանակում արթուն լինել։ Շատ երիտասարդ ժամանակ լսել եմ արթուն նշանակում է զգոն լինել, որ մեղք չգործես։ Բայց մի ժամանակ ես ինձ բռնացրեցի, որ առավոտը չեմ ուզում արթնանալ։ Գիտեք ինչի, որտեղ գիտեմ, որ հաստատ մեղք եմ գործելու։ Ասում եմ, այմար, մի հատ տեղը, որ մեղք չեմ գործում, էդի քնած ժամանակ է։ Քնի մեջ էլ են գործում։ Բայց հետո ճոգեցի, որ էդ էլ չի ճանապարհ։ Հետո արթուն լինել մի հատ քույրիկ ուներ եկեղեցում, գալիս է ապաշխարում է, ընդունում է Հիսուսին ու առաջի քարոզը, որ եկեղեցում գալիս է, լսում է այս խոսքերի մասին, արթուն կացեք եւ աղոթք արեք։ Այս քույրիկը լսում է, այս եղբայրը շատ սենց էմոցիոնալ քարոզում է, արթուն եղեք։ Այս քույրիկը գնում է տուն, առաջի օրն նա չի քնում, երկրորդ օրը հասիվ է դիմանում, դենց նստած տեղ աչքը կպնում է, հելնում է Տեր ջան, դեռ չես եկե չէ, փառք քեզ Տեր ջան։
Այդ երրորդ օրը գործի ա գնում արդեն սենց պատկերացնում եք, չէ, երկու գիշեր չի քնել։ Այդ մարդը ինչ վիճակում կեղնի։ Ու մեկ է մի հատ եկեղեցուց եղբոր ա հանդիպում Աստանովկին, որ այս եղբորը սենց առույգ, սենց жизнерадостный հայեն ոնց է եղնում, կյանքով ուրախ սենց։ Մենք են ասում ա, եղբայրս, ոնց ես այս եղբայրը, քույր ջան ինչ եղել, ոնց ես, դե փառքաստու լավ եմ սենց։ Մենք ասում ա, կարելի ա ձեզ մի հատ հարց տալ, ասում ա, հա խնդրեմ, ասում ա, ինչքան ժամանակ ա որ դուք քրիստոնյա եք, ասում ա, արդեն 3 տարի ասում, փառք Հիսուսին։ Մենք ասում ա, իսկ ինչ եք մտածում, դուք արդուն քրիստոնյա եք։ Ասում ա, հա, փառք Հիսուսին, ես 3 տարի արդեն արդուն քրիստոնյա եմ։ 3 տարի առանց քնելու անհնարին ա։ Այս եղբայրը հասկանում ա, որ այս քույրիկը սխալ ա հասկացել, ինչ ա նշանակում արդուն լինել։ Աստծո խոսքն ասում ա, Տերը արդարին հանգիստ քուն կտա, ասեմ քեզ, որ արդուն լինելն ա նշանակում ա հանգիստ քուն ունենալ։ Մենք չենք կարող քնենք հոգսերի պատճառով, ինչ որ հարցերի պատճառով, բայց արդուն լինել նշանակում է հանգիստ քնել, որտեղ Տերը արդարին հանգիստ քուն կտա։ Լավ զգոն լինել մեղք չգործելու մեջ։ Սա էլ արդուն լինել վիճակ, չէ՞։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ քեզ ասեմ, ինչքան ուզում ես զգոն լինես, դու միևնույնն է զգոն վիճակով ես ընկնում մեղքի մեջ։ Ինչը իրանից ներկայացնում արդուն լինել։ Հիսուսի մասին ասավ. Մատթեոս ավետարանի 3-րդ գլուխ 11 խոսք։ Հովհաննես Մկրտիչի վկայությունն ասա. Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց նա, որ գալիս է, ինձնից հետո ես մի քիչ կտրատեմ, նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով և կրակով։ Երբ որ ես մտածում եմ այս խոսքերի մասին, ես մի բան բռնեցի, որ արդուն լինել նշանակում է վառվել Աստծո համար։ Ես գիտեմ մարդիկ, որ աղոթքի կյանքում են, կարդում են, բայց չեն վառվում Աստծո համար։ Լսում ես, եթե դու աղոթքի կյանք ունես, բայց Աստծո համար չես վառվում, դու կորցրել ես այդ գլխավորը արդուն վիճակը, վառվել հավատքի մեջ, վառվել եկեղեցու կյանքով, վառվել Տիրոջ ավետարանի համար, այդ ջերմեռանդությունը, որ մարդիկ ունեին առաքյալները ինչպես էին ավետարանը վկայում։ Քեզ հիշի, որ նոր ապաշխարել էիր, ոնց էիր ուզում բոլորին պատմես Հիսուսի մասին, այդ կրակը քո մեջ վառվում էր, չէ՞, այդ ցանկությունը։ Եվ որ դու ուզում էիր բոլորի համար աղոթել, բոլորին սիրում էիր։ Եվ Տերն ասում է, մեկ կորցնի ձեր փրկության ուրախությունը, այսինքն այդ կրակը թող չվարի։ Եվ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում ասում է, այդ կրակը, որ քո մեջ կա, բորբոքի ավելի, ուժեղացու ավելի վառի։ Արդուն լինել նշանակում է վառվել Տիրոջ համար։ Ամեն, ամեն։ Վառվել Տիրոջ գործերի համար, վառվել Տիրոջ տան համար։ Հիսուս ասում է, քո տան նախանձը ինձ հանգիստ չի տալի։ Ամեն։ Վառվում է ինձ։ Երբ որ ես տեսնում եմ Տիրոջ գործերի մեջ ինչ-որ պակաս, ոնց է ինձ տան ազդում, ինչ է իմ մեջ կատարվում։ Միթե ես հալա ոչինչ, հատ պարմեն եղբայր մտածի դրա մասին։
թե վարվում եմ ես դրա համար։ Լսեք Տերն ասում է, արթուն եղեք եւ անդադար աղոթք արեք։ Եթե քո աղոթքի կյանքի մեջ չկա այդ կրակը Սուրբ Հոգու, եթե քո կյանքի մեջ չկա այդ կրակը, ամեն բանի զուր, ամեն բան մեռած է։ Եվ կա մեկը, որ կարող է մեզ լցնել կամ մկրտել այդ կրակով։ Այո, ամեն։ Գիտեք, մի քանի օր առաջ մտածում էի, ասում էի, մենք Սուրբ Հոգով մկրտված ենք, լցված ենք շատերս։ Անգամ այնքան ենք լցված, որ անգամ նրա լեզուներով աղոթում ենք։ Ասում եմ, բոլորդ եք լցված, բայց մեկ-մեկ մարդիկ մի քիչ շատ են լցված, որ արդեն թույլ են տալի, որ նա իրանց բերանով խոսա։ Այդ հնարավորություն տալիս են, բոլորդ կարող եք լեզուներով խոսալ, եթե չեք խոսում անգամ։ Բոլորդ կարող, որովհետև դուք ընդունել եք Հիսուսին եւ Սուրբ Հոգին ձեր մեջ է։ Բռնեք Տիրոջ, ասեք, Տեր, միջև չլսես, բայց չեմ թողա։ Բայց մեկ-մեկ ջոգում է, որ այդ կրակը չկա։ Ես եւ դու կարիք ունենք, որպեսզի Տիրոջ կրակը վառվի մեր մեջ, ու գիտեք ինչ ասում Հիսուսը, Տերը, բրբլոցող պատրույքը չի մարում, այլ ընդհակառակը նոր կյանք է շնչում, նոր կյանք է տալի, նոր ձողություն է տալի, նոր ձևով է այցելում, նոր կրակով է վառում, ոչ թե օտար կրակով, այլ երկնքի կրակով, որը հոսում է Աստծո գահից։ Ես այդ կարիք ունեմ։ Գիտեք, չգիտեմ ով ինչքան, բայց մենք որոշ ժամանակը արդեն եկեղեցում ենք։ Մեկը կարող է մի ամիս, մեկը կարող է 2 ամիս, մեկը կարող է 10 տարի, մեկը կարող է 30 տարի, մենք բոլորս հիմա գիտենք Տիրոջ մասին, Տիրոջ տան մեջ ենք, մենք լսում ենք Աստծո խոսքը։ Բայց Տեր այսօր ինձ եւ քեզ կանչում է, որպեսզի մենք ոչ թե մենակ լսողներ լինենք, իմացողներ լինենք, այլ վառվենք Տիրոջ արքայության համար։ Ամեն, ամեն։ Ուզում եմ քեզ ասեմ, միակ այն մարդիկ են հաղթության հասնում, ովքեր վառվում են Տիրոջ համար եւ անդադար աղոթում։ Որտեղ իրանց աղոթքի կյանքը փոխվում է, վառվող մարդու աղոթքի կյանքը ուրիշ է։ Եվ այս խոսքերը երբ որ կարդում ենք, ինչի համար, ինչի սա պետք, որ ինձ ասեմ ֆանատիկ, բայց կասեն, եթե դու վառվում ես Տիրոջ համար, մի օր կգան ու կասեն, դու ֆանատիկ ես։ Առաքյալների մասին ասեցին, այս աշխարհը խառնողները ստեղ հասան։ Որպեսզի արժանի լինես ազատվելու այն բոլոր բաներից, որ պիտի լինեն։ Գիտեք ինչ է լինելու։ Աստծո խոսքը մեզ ցույց է տալի ապագան, որ շատ վատ է։ Ու մենք դա տեսնում ենք։ Ասում է Աստծո խոսքը, որ գալու է ժամանակ, որ մարդիկ երանի են տալու մեռնողներին։ Ասում է գոռալու են սարերին, քարերին, ընկեք մեր վրա, որ մենք մեռնենք, պրծնենք։ Այն հայկական խոսքը, որ շատ անգամ մենք էլ ենք ասել կամ սիրում ենք ասել, մեռնել, պրծնել, դա դառնալու է իրականություն մարդկանց առօրյայի համար։ Բայց ասում է նրանք, ովքեր արթուն են, այսինքն վառվում են Տիրոջ համար, ու ամեն ժամանակ աղոթք են անում, նրանք ազատ կլինեն, ավելի շատ արժանի կլինեն ազատ լինել այդ ամենից, ինչ լինելու է այս աշխարհի վերջում։ Գիտեք, մենք բոլորս կարդացել ենք, հուսամ կարդացել եք, էլի։ Բայց եթե չեք կարդացել, գոնե գիտեք դրա մասին։
Ու շատերը դրա համար անհանգստացած են, ես շատ եմ լսում այդ հարցերը, ինձ էլ են տվել այդ հարցերը։ Ոնց է եղնելու, երբ որ այդ սատանայի կնիքը պետք է մարդիկ ընդունեն, 666-ը, պետք է կամ ճակատին, կամ այս ձեռքին, ասեն կամ հրթարություն։ Հափշտակությունից հետո է դա լինելու։ Եկեղեցին չի լինելու երկրի վրա։ Ու հիմա քեզ մի հատ բան։ Տերն ասում է, որ կա հնարավորություն արժանի լինել հափշտակվելու։ Ոստեղ շարունակության մեջ ասում է կանգնել մարդու որդու առջև։ Հիսուսը հիշում եք ինչ ասավ, որ կհանդիպի մեզ ամպերի վրա ու այդպես հավիտյան մեզ հետ կլինի։ Հենց դրա մասին է խոսքը գնում, որ Հիսուսը կիջնի ամպերի վրա դիմավորելու իր եկեղեցին։ Ամեն նրանց, ովքեր արժանի կլինեն ազատվելու այն ամենից, ինչ պիտի լինի։ Գիտեք, ես անկեղծ կորոնայի ժամանակից մի հատ համատարած մի հատ բան կար, թե ինտերնետում, թե մեր եկեղեցում անգամ ոնց է լինելու աշխարհի վերջն է գալի, մենք էլ հեսա կորոնայով կհիվանդանանք։ Այն խոսքը, որ սկզբից ասեցի, ես համոզվել եմ, որ հավատքը սպասված բաների իրականացումն է։ Ես այդ ժամանակ բոլորին ասում էի, լսեք ժողով, ես չեմ սպասում սատանայի գալուն, հայտնվելու։ Ես սպասում եմ իմ Տիրոջ հայտնությանը։ Ես մի բան եմ հավատում ու աղոթում, որ ես անգամ չտեսնեմ սատանայի գալը այս աշխարհի վրա։ Եթե տեսնեմ, մենակ այնտեղից։ Բայց դրա համար ես եւ դու պիտի արժանի լինենք մասնակից դառնալու այդ հափշտակության։ Հնարավոր է դու այսօր ինչ-որ կարիք ունես, հնարավոր է ինչ-որ բանի պակաս ունես դեռ, ինչ-որ բան քո կյանքում խանգարում է, չի հերքվում, ուզում եմ քեզ ասեմ, այդ ամենը ոչինչ է այն փաստի առջև, որ Տիրոջ առջև դու կանգնում ես։ Միթե արժե մի հատ քարի, երկաթի, փետի համար դու կորցնես այս արժանապատվությունը։ Միթե արժե մի 60 կիլո մսի խաթեր կորցնել այդ արժանապատվությունը։ Մեկ եղնում է մի քիչ շատ, 60-ից շատ, մեկ եղնում է քիչ, հասկանում եք ինչ մասին ասում եմ։ Ինչ որ մեկին չես կարողանում ներել, չես կարողանում տանել, արժե դրա պատճառով դու քո սիրտը ծանրացած լինի։ Ու երբ որ Տերը գա տանելու, այդ ծանրությունը, հիմա հասկանում եք ինչ եմ ասում, քո սրտի ծանրությունը քեզ կապում է երկրի հետ, որի պատճառով դու կորցնում ես այս արժանապատվությունը։ Դրա համար Տերը ասում է, արթուն եղեք և ամեն ժամանակ աղոթք արեք։ Մի բան է Տերը ինձ սովորացրել, սովորել գալ Հիսուսի ոտքերի մոտ։ Ամեն։ Դժվար է, ծանր է, չես կարողանում ներել, տեղից որտեղ է Հիսուսի ոտքերի մոտ։ Այնտեղ կարաս սիրտը դատարկես, որովհետև եթե ինչ-որ մեկի մոտ սիրտը դատարկես, մի օր այդ մեկը կարա այդ դատարկածը քո երեսով տա։ Եղել է ձեր կյանքում։ Գովացել են քեզ։
Գիտեք, չէ, հպարտությունն էլ է քեզ կապում երկրի հետ։ Որպեսզի չհպարտանաս, վազի Հիսուսի ոտքերում։ Ու այնտեղ դատարկի այդ ինչ որ քեզ գովացել է։ Խո ես ինձ լավ եմ ճանաչում։ Հալա մարդիկ ճանաչեցին ինձ գովացին։ Բայց ես խո ինձ լավ եմ ճանաչում, որ գովարու պտուղ չեմ։ Եթե ինչ որ մի բանի մեջ լավը կա, բերեք մի հատ համար կարդանք իրար հետ, շատ եմ սիրում այդ համարը։ Գաղատացիս 2-րդ գլխի 20-րդ խոսքը։ Եվ կենթանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոս է կենթանի ինձանում։ Եվ ինչ որ հիմա կենթանի եմ մարմնով, Աստծո որդու հավատքով եմ կենթանի, որ ինձ սիրեց ու իր անձը ինձ համար մատնեց։ Եվ ես Աստծո շնորհքով չեմ անարգում, որովհետև Աստծո շնորհքը չեմ անարգում, որովհետև ես թե արդարությունը օրենքից էր, ուրեմն Քրիստոսի զուր տեղը մեռա։ Աստծո շնորհքը մի անարգի, որովհետև դու այսօր կենթանի ես, միայն այն պատճառով, որ ինչ որ ձևով կարողացար հավատաս։ Եվ այդ հավատքը քո կյանքում գործեց, դրա համար դու ինչ որ մի բան առավել ունես, քան ինչ որ քո կողքինը։ Եթե դու մի բանի հասել ես, մի բան ունես ավել, քան ինչ որ մեկը, մի հպորտանաս։ Այլ վազի, Տեր, ես դա ունեմ, որովհետև հավատացի քեզ, որովհետև քեզանից վերցրեցի։ Մի հատ վկայություն էլ պատմեմ, որից հետո պետք է աղոթենք։ Մի անգամ եղել էր իմ կյանքում, երբ որ ես կենթանի մեռել էի տեսել։ Մենք Արմենը Սվետիկի հետ ստեղ հիվանդանոց գնացինք, մի հատ կին, որին փոխպատասխանում էին արել արդի, ինքը կենթանի էր, սիրտը աշխատում էր, բայց աչքներիս առաջ մենք տեսանք իր մարմինը արդեն հոտալուց։ Ու այդ օրը ես իմ սրտի մեջ լսեցի այն խոսքը, որ Աստծո խոսքն ասում էր հողեր ու հող պետք է դառնաս։ Լավ է, եթե այդ մարդը հողի տակ է հող դառնում, բայց մեկ եղնում է, որ հողի երեսին է, ու այդ օրը մենք վկա եղանք։